Diva is a female version of a hustler. Of a hustler. Անիջան, ես ես տալիս եմ հարցեր, դուք արագ պատասխանեք, լավ։ Սիրով։ Որքան գումարով եք հիմնել Diva-ը։ 20000 դրամով։ Հիշում եք առաջին պատվերը, ումից էր ու ինչ էին գնել։ Հիշում եմ, աղջկա ունը Անահիտ էր։ Գնել էր Քարոքսի Քարիկով մատանի, եթե չեմ սխալվում, արժեքն են 4500 դրամ։ Իսկ որն է եղել ձեր ամենամեծ ձախողումը։ Միս Խայլքայլն ու էջի սկորուստը 75000 հետևորդ ունեցող Instagram-յան էջը կորցրեցինք, բայց դրանից հետո աշխատեցի էլ ավելի մեծ ջանք ու եռանդով ու այսօր հասա այն կետին, որում հիմա գտնվում եմ։ Որն է եղել ամենախոշոր ներդրումը բիզնեսում ու որքան է այն կազմել։ Սա նոր մասնաճյուղի բացումն է եղել, կազմել է մոտավորապես 40000 ԱՄՆ դոլար։ Շատ մարդիկ հաճախ նախընտրում են արծաթյա զարդեր բիժուտերիայի փոխարեն որակական տեսանկյունից։ Ինչ կասեք այդ մասով։ Իհարկե մենք ունենք եւ արծաթյա զարդերը եւ բիժուտերիայի մեծ տեսականի եւ մարդիկ իհարկե ունեն այն կարծրատիպը, որ եթե բիժուտերիա է, պետք է գունաթափվի, բայց մենք կոտրում ենք այդ կարծրատիպը, հաճախորդներին առաջարկելով բավականին մեծ բիժուտերիայի տեսականի եւ տրամադրելով մինչեւ 5 տարվա երաշխիքի կտրոն։ Ինչպես է հայկական շուկայում վերաբերվում մրցակցությանը։ Մենք չենք եղել մրցակցության մեջ, չկանք մրցակցության մեջ եւ ես դա համարում եմ անառողջ երևույթ։ Ամենամեծ պատվերը ձեզ մոտ որն է եղել։ Միանվագ պատվերը եղել է ֆինանսական տեսանկյունից եթե նայենք 510000 դրամի գնում։ Ինչու հենց Diva-ս ու ինչու եք այդ անունը ընտրել ընկերության համար։ Ես ուզում եի ընտրել այնպիսի մի անուն, որը բնորոշ կլինի աղջիկներին։ Մտածում էի woman կամ lady բառեր ընտրել, բայց դրանք շատ տարածված էին։ Ու իմ համար սկզբունքային էր ընտրել այնպիսի բառ, որը չի լինի շուկայում։ Ընտրեցի Diva բառը, որը նշանակում է աստվածուհի։ Կնոջ գերադրական աստիճանը այսպես ընդգծելով, ինձ թվում է հիանալի է ստացվել ու այսօր այն լիարժեք համապատասխանում է իմ հաճախորդներին։ Շատ լավ։ Այսքան է, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։